Եվ հիմա այս առաջիկա ընտրությունը ներկայացնել, ինչպես իրենք փորձում են, աշխարհաքաղաքական երկընտրանքի ընտրություն։ Ես եմ ասել միաժամանակ ես եմ պետությունը, ես եմ կառավարությունը, ես եմ Եվրոպա դանողը, իսկ դիմացինը եւ խաղաղություն բերողը։ Իսկ դիմացինը ինքը ուզում է պատերազմ, ինքը Ռուսաստանը, ինքը Կրեմլի ագենտ է եւ այլն։ Այս բարաբաշարը, այս եզրաբանությունը ինքն է մտցրել։ Նախկիներին կարող ես մեղադրել մինչև ինչ որ մի բա, բայց այս ամեն ինչը իր գլուխ գործոցն է եւ հիմա ես կարող եմ հավաստել քեզ, որ Հայաստանում չկա մի մարդ, ով չի ուզում խաղաղություն։ Եվ ասել, որ ես եմ խաղաղության միակ գրողը եւ մնացածը տանում են դեպի պատերազմ, դա նշանակում է, որ չկա Հայաստանի Հանրապետություն, որ դու պետության առաջնորդ չես, որտեղ պետության առաջնորդը պիտի 4, 5, 10, 20 այլընտրանք, դիբաշար, սցենարներ ապահովի, որ եթե այսպես եղավ, ուրեմն այսպես։ Ամեն ինչը մենաշնորհային իրավունքով վերագրել իրեն, իսկ ամեն ինչ որ վատ է, կապիտուլացիա է, collaboration է, թե ինչ է, ուրիշին մեղքն է, դա ուղղակի այնպեսի հոգեգան խորքերով խուսափում է պատասխանատվությունից, որ դա իմ մասնագիտությունը չէ մեկնաբանել, ոչ էլ դրա դատավորն եմ։ Ես բարձրապես կարող եմ ասել, որ ես զղջում եմ, որ այդ հնարավորությունը եւ հույսը եւ հուսավառությունը, որ ունեցավ ժողովուրդը, եւ իսկապես ունեցավ 8 տարի առաջ, այսօր հասել է հատակին։